Նոր դուրս եկաք Հռիփսիմե Հունանյանի սենյակից։ Ինչու Հռիփսիմե Հունանյանը հրաժարվեց հանձնաժողովի նախագահի պաշտոնից։ Հռիփսիմե Հունանյանը հայտարարություն է դրել րոպեներ առաջ իր Facebook-յան էջում եւ կարծում մանրամասն պատճառներ է նշել եւ այդ պատճառներից բացի եթե այլ հարցեր ունեք կարող եք իրեն ուղղել։ Բավական այդպես փորձ չունենալու պակասով է պայմանավորված նրա հրաժարականը, թե հասարակության թիրախավորումը ազդեց նրա որոշման վրա։ Ամեն ինչն կարող է ազդի, իհարկե մի պատճառ կարող է չլինի, ամեն ինչն կարող է ազդի եւ այդ ազդեցությունների համակցությամբ որոշումը կայացվի, բայց ես չեմ կարող Հռիփսիմե Հունանյանի փոխարեն ասել, բայց դեռևս հայտարարության տեքստն էլ ամբողջությամբ չեմ կարդացել, բայց կարծում եմ իր հայտարարության տեքստի մեջ ամբողջը ասված է եւ կարծում եմ այլ հարցեր չպետք է առաջանան։ Պարոն Խաչատրյան, ներողություն, ձեզ համար նորմալ է, որ հանձնաժողովի նախագահ լինի կամ առհասարակ պատգամավորը լինի ոչ բարձրագույն կրթություն ունեցող անձ։ Կարա տենց բան լինի։ Բայց եթե ազգային ժողովում չէ, տեսեք հիմա, այդ հարցը ինձնից մի տվեք։ Դուք ասեք ազգային ժողովում այլ առողջապահության ոլորտի կրթություն ունեցող մարդ ունենք, մենք բժիշկ կամ բան չունենք, չէ։ Միակ մարդը ինքն է, չէ։ Քոլեջի կրթությունը բավարար։ Կապ չունի, հա, կարող քոլեջի կրթությունը բավարար լինի։ Քոլեջի կրթությամբ մարդիկ կան, որ շատ բարձր պրոֆեսիոնալիզմ ունեն իրենց ստացած գիտելիքների համապատասխան։ Կարա եւ տենց լինի, այո։ Ինչպես Հռիփսիմե Հունանյանն էր ասում, կառավարման ձիրքը այդպես։ Կազմակերպչական, այո, հարցերի մեջ ինքը կարա շատ լավ աշխատի եւ այլն եւ բավարարի բոլոր պահանջներին։ Կրթությունը այո ցանկալի է, բայց կարա մարդը միջնակարգ բանը մասնագիտական կրթությամբ իր արժեք դրած խնդիրները լուծի եւ դա դոգման չի, որ եթե մարդը բարձրագույն կրթություն չունի, ուրեմն վերջ։ Իսկ նրան ինչ եք ասում։ Եվ եթե վերջը լիներ, տեսեք, եթե բարձրագույն կրթությունը պարտադիր լիներ, ապա օրենքի մեջ կնախատեսվեր, որ հանձնաժողովի նախագահան պետք է լինի բարձրագույն։ Եթե օրենքը չի նախատեսել ժամանակին, իսկ դա բավական երկար քննարկումներ եւ ֆիլտրներ է անցել այդ օրենքը, նշանակում է նաեւ այն ժամանակի օրենսդիրը հաշվի առել, որ կարող են լինել մարդիկ, ովքեր կղեկավարեն հանձնաժողովը առանց բարձրագույն կրթության։ Դուք նոր Տիկին Հունանյանի սենյակում եք, նրան մխիթարում եք այդ հրաժարականների վերաբերյալ, նաեւ ինքնաբացակ ներկայացնում։ Բացարձակ մխիթարելու անհրաժեշտություն չկա, ինքը ազգային ժողովի պատգամավոր է, իր գործունեությունը անելու է, ինքը նաեւ այն մարդը չի, որ իրեն մխիթարես է։ Ինքը բավականին ուժեղ կամային հատկանիշներ ունի։